Այժմ մենք կատարում ենք Էլիոս լազերի օգնությամբ գլաուկոմայի վիրահատություն։ Բժշկական միջամտության այս նորագույն մեթոդը կիրառվում է արդեն նաև մեր երկրում։ Գոնիո լինզայով մենք գտնում ենք անկյունը առաջային խցիկի եւ վայրկյանների ընթացքում մինչև 1 րոպե մենք ունենալու ենք արդեն այստեղ արդյունք ներակնային ճնշման կարգավորման։ Գլաուկոման տեսանյարդի հիվանդություն է, որը ուղեկցվում է առավել շատ ներակնային ճնշման բարձրացմամբ։ Այս մեթոդը կիրառվում է հիմնականում բացանկյուն գլաուկոմաների ժամանակ։ Պետք է ասեմ, որ տարածաշրջանում Հայաստանը այսօր միակ երկիրն է, որ ունի այս լազերը, ինքը իրենից ներկայացնում է էքսիմեր լազեր, քիչ ինվազիվ է, այնքանով է նաև լավ, որ մենք միաժամանակ կարող ենք կատարակտայի վիրահատության ժամանակ իրան օգտագործել։ Իրենից ներկայացնում է լազերային միջամտություն ներակնային աչքի միջում։ Ինքը լազերով մենք անցքեր է բացում 5-ից մինչև 10 անցք։ Ու այդ անցքը նպաստում է, որ ներակնային ճնշումի ցիրկուլյացիան լավանա եւ արդեն ապացուցված փաստ է, որ մինչև 40% ինքը ներակնային ճնշումի իջեցնում է։ Գլաուկոմայի բուժման դեղորայքային բուժումից մինչև բաց վիրահատություն կամ լազերային այլ մեթոդներ մեր երկրում հասանելի են։ Բուժման եղանակի ընտրությունը կախված է հիվանդության տեսակից ու աչքի կառուցվածքային առանձնահատկություններից։ Բացանկյուն, նեղանկյուն թե փականկյուն գլաուկոմա է։ Խնդրի սկզբնական ախտանշանները գրեթե տեսանելի չեն, բայց ներակնային ճնշման երկար ժամանակ բարձր լինելու դեպքում բուժառուի մոտ ի հայտ կարող են գալ լույսին նայելուց ծիածանի գույներ, ծիածանի այդ պսակը կարող են ի հայտ գալ տեսադաշտի սկատոմաներ, այսինքն տեսադաշտի արդեն ախտահարումներ եւ վերջիվերջո եթե չհետեւել, չվիրահատել կամ թեկուզ կոնսերվատիվ դեղորայքային չբուժել, վերջիվերջո բերում է կուրության, անվերադարձ կուրության։ Գլաուկոմայի ժամանակ կորցրած տեսողությունը վերականգնել չի լինում։ Մենք գլաուկոման հայտնաբերելու պարագայում տվյալ էտապի վրա կանգնեցնում ենք process-ը, որ չգնա դեպի ավելի խորացում։ Գլաուկոմայով հիվանդանալու ռիսկի գործոններից է գենետիկան, բայց կան նաև նպաստող այլ հանգամանքներ։ Օրինակ աչքի ներակնային բորբոքումները, որ կարող են բերել, կարող է բերել կատարակտան ուժ վիրահատելը ուրճեցող կատարակտան կարող է բերել գլաուկոմայի, տրավմաները կարող են բերել գլաուկոմայի, կա այդպիսի մի հիվանդություն, որը կոչվում է պսևդոէքսֆոլիատիվ սինդրոմ, որը էլի բերում է պսևդոէքսֆոլիատիվ գլաուկոմայի։ Ժամանակին արված ախտորոշումը թույլ է տալիս կանգնեցնել հիվանդության ընթացքը։ Տարեկան կանխարգելիչ մեկ հետազոտությունը աչքի ճնշման ստուգումը կարող է օգնել հայտնաբերել խնդիրը վաղ փուլում։ Նարեկ Ոսկանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։